Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Մի քանի վայրկյան տևած փսփսոցը վերածվեց քաղաքական ամենակննարկվող թեմայի, ինչ էր ասում Արարատ Միրզոյանը Փաշինյանի ականջին եւ ինչու այսօր դրա արձագանքը հասավ մինչեւ Թուրքիա։ Նախընտրական պայքարը թեժանում է, ինչ են խոստանում քաղաքական ուժերը ընտրողներին։ Ինչպես են կուսակցությունները պատկերացնում Հայաստանի պաշտպանությունը, որ ուժը ինչ մոդել է առաջարկում։ Արտագաղթ, տնտեսական խնդիրներ եւ փակվող դպրոցներ, Սյունիքը կանգնած է ժողովրդագրական լուրջ մարտահրավերների առաջ։ Հայ եւ ադրբեջանցի փորձագետները հանդիպել են Լոնդոնում, ինչ են քննարկել խաղաղության գործընթացի վերաբերյալ։ Խաղաղության հայտարարությունների ֆոնին շարունակում են հայկական հետքը ոչնչացնել Արցախում, ինչը թիրախավորել Ադրբեջանը այս անգամ։ Իրանը նոր պահանջներ է առաջադրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար, ինչ է պահանջում Թեհրանը։ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի փսփսոցը այսօր կարծես հասել է տրամաբանական ավարտին։ Այն, ինչ մեկ օր է ակտիվ քննարկվում էր համացանցում, այսօր արդեն հաստատ է թուրքական կողմը։ Թուրքիայի լրատվամիջոցները հայտնում են, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտված են։ Թուրքիայի արտգործնախարարությունից հայտարարել են, որ նոր կարգավորումների համաձայն Թուրքիայից Հայաստան կամ Հայաստանից Թուրքիա տեղափոխվող բեռները կարող են արդեն պաշտոնապես նշել երկու երկրները որպես վերջնական ուղղություն կամ ծագման երկիր։ Նախ եկեք հիշենք ինչ էր կատարվել։ Երեկ Նիկոլ Փաշինյանը եւ իշխող ուժը քարոզարշավ էին անցկացնում Շենգավիթ վարչական շրջանում։ Սակայն հանդիպումից հետո սոցիալական ցանցերում սկսեցին քննարկել ոչ թե Փաշինյանի ելույթը, այլ այն պահը, երբ Արարատ Միրզոյանը չնկատելով Փաշինյանի վրա ամրացված բարձրախոսը ինչ որ բան է շշնջում նրա ականջին։ Welcoming text անենք, բանի ակնը խոսնակի կոմենտ, բայց Նշեմ, որ տեսանյութը շատ արագ տարածվել է համացանցում, դառնալով ակտիվ քննարկումների թեմա։ Այս ֆոնին Նիկոլ Փաշինյանը փորձել է բացատրել, թե ինչի մասին էր Արարատ Միրզոյանը շշնջում իր ականջին։ Նկատի ուներ, որ մենք մինչև հիմա Թուրքիայից ապրանքներ արտահանելու համար պետքա դա չէր կարող, որովհետև ապրանքը երբ որ առնում ենք որևէ երկրից եւ արտահանում ենք ուղիղ որևէ տեղ, պետքա նշվի բանի երկիրը, հասցեատեր, առաքման երկիրը։ Նախկինում օրենսդրությամբ իրանց կարգավորումներով Հայաստանը երկրների ցանկում չկար եւ ձևակերպվում էր երրորդ երկրից նոր արտահանում էր Հայաստան։ Ինքը գիտեք, որ Հայաստանում բազմաթիվ թուրքական արտադրության ապրանքներ կա եւ դա լրացուցիչ, այսինքն տանում են ուրիշ երկրից, ձևակերպում են, նոր են բերում։ Հիմա իրանք ձևակերպում են, որ ցանկում ուղիղ կարողանան ոչ թե ուղիղ ֆիզիկապես, այլ որպես բանի երկիր, առաքման երկիր Հայաստանը նշվի։ Բայց այստեղ հետաքրքիր էր Արարատ Միրզոյանի արձագանքը։ Նախարարը այս դեպքը մեկնաբանելիս ծիծաղում է։ Կարծես իրավիճակը փրկելու համար լսում է լրագրողների հարցերը, որպեսզի հասկանա, ինչ կարող է ընկալել հասարակությունը այս մի քանի բառը լսելուց հետո։ Բայց ինչ որ լինում է հանրային ասում ենք, չէ՞, եթե մի բան դեռ ինչ որ քննարկման փուլում է, դեռ հանրային ասնելու կարիք չկա, ասենք որ ինչ է լինի։ Մի փոքր հանրային ասել։ Դե լրիվ չի լսվե, չէ՞։ Ասենք քերը բացում են, ի՞նչն են բացում։ Ասենք կհասկանանք։ Սահմանն են բացում։ Եվ մեզնից էլ մեսերն են Դիվանագիտական Այդ էլ ալինելու մի օր իհարկե, վստահ եմ, որովհետև մեր երկխոսությունը այս անգամ խոսքը մի փոքր այլ բանի մասին էր։ Դեռ չեք բացահայտում թե ինչ։ Դե հենց որ բացահայտելու պահը կա, կասեմ էլի հանրային։ Երկաթգծի հետ է կապվում։
լավ բաների մասին է խոսքը եւ այսուհետ միշտ լավ բաների մասին է խոսքը լինելու։ օրենսդրական նախաձեռնությունները։ Ուրիշ դե ասեցի չէ որ երբ որ պահը լինի բացայ հանրային ասելու երրորդ երկրների չէ ժորժ ջան մի քիչ շատ է խորացել ինձ թվում է Քարոզարշավի 5-րդ օրը միայն քաղաքական հայտարարություններով չի սահմանափակվել։ Երևանի տարբեր փողոցներում իշխանության ներկայացուցիչներին դիմավորել են նաև դժգոհ քաղաքացիներ։ Ինչ է կատարվել մայրաքաղաքի փողոցներում Սեդա Մակարյանի ռեպորտաժում։ Քարոզարշավի 5-րդ օրն է։ Փողոցից փողոց, ավտոբուսից ավտոբուս են տեղափոխվում քաղաքացիական պայմանագիր կուսակցության տեխնացուները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Բայց հավաքում եք, չեք տալիս։ Գրկախառնությունների, ողջույնների ու ջերմընդունելության հակառակ կողմում պատկերն այլ է։ Դժգոհ են Հայաստանի քաղաքացիները։ ԿՊ-ն չի արդարացել նրանց սպասումները։ Երբ որ ձեր փակալում էի։ Հա։ Ինձ էլ շատ մոտ էի, կանգնած ձեռքը ջարդել էի։ Լուրջ։ Այո։ Ես ձեռքը ջարդացել ձեր գալսի ձեր չթերին։ Սա ասում նրա համար որտեղ հավատում եք ձեզ ու ձեր իշխանությանը։ Հիմա այդ պահ զգում եի, որ պետք է իշխանությունը հեռանար։ Հիմա նույնը ձեզ եմ ուզում ասեմ։ 2018 թվականին Փաշինյանին պաշտպանելիս ձեռքը կոտրած քաղաքացին Փաշինյանին հեռանալու կոչ է արել քարոզարշավի ժամանակ։ Հետո հերթով ներկայացրել պատճառները։ Արցախի կորուստ 5000 տղաների կյանք խլած պատերազմ։ Չէր հասցրել ավարտել քաղաքացին իր խոսքը, երբ Փաշինյանը հունից դուրս եկավ։ Մի րոպե։ Եվ այն որ դուք եկել եք վարչապետի դիմաց կանգնել եք, այդ ասում եք, այդ նշանակում է որ մենք պետություն ունենք, անկախությունը ժողովրդավարություն, որովհետև եթե 15 տարի առաջ ասեիք, հիմա զուգարանում ձեզ զղկելով սպանում էին, այ հենց հիմա։ Ժողովրդավարության մասին բղավելուց րոպեներ անց մեկ այլ միջադեպ գրանցվեց։ Ոստիկանները ուժի կիրառմամբ ձերբակալեցին Նիկոլ Դավաճան վանկարկող քաղաքացուն։ Չես լսում։ Նիկոլ Դավաճան։ Ինքը չի փախչում, հասկանում ես։ Ապե։ Լեթո։ Ապե կադել հանի մտե մագես։ Կհանես կադել։ Դե արի հանի։ Ով չմտնի մուսորը։ Ասում ով չհանի, ով չմտնի մուսորը։ Վայ դերս կապտա։ Շենգավիթ վարչական շրջանում ԿՊ-ի համար անակնկալներն այսքանով չավարտվեցին։ Բնակիչները դժգոհ են նաև Երևանի քաղաքապետից ու քարոզարշավի ժամանակ ասացին այդ մասին։ Դու քաղաքապետ ես, այ Դու հանգիստ մի հատ տոները տիչած, շնչի արդա շնչի, մատ հանգստան, ջուրը մոտ, ջուր տվեք հանգստան, վիճակի չեմ ուծել, հասկացանք մի տարապի հանգստացին, ջուրը խմի։ Ոտքով շրջելուց հետո ուրախ ավտոբուսի ուղևորները նստեցին հանրային ավտոբուս։ Քարտեզ էին բաժանում քաղաքացիներին, բայց բոլորին չէ, որ դուր է գալիս Հայաստանի նոր քարտեզը։ Օրավարտին ԿՊ-ն ամփոփեց քարոզարշավի 5-րդ օրը։ Քաղաքացիների հետ հանդիպումներից հետո անցավ կոպիտ խոսույթի։ Այս անգամ թիրախը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն էր։ Աբովյանում, Արինջում, գլուխներ պատին կտակ, չոքցրած բոլորիդ բերելու եք պատասխանատվություն։ Ծառուկյան Գագիկ, լեզուտ երկարել, այ ես քեզ ասում եմ, լակոտիդ, Բելարուսից վզից բռնած բերելու եք, եւ բերելու եք դրել պատասխանատվություն։ Ի պատասխան Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահը ծիծաղել է, ասում է, չի գցելու իր կլասն ու պատասխանի նրան։ Սեդա Մակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Ինչպես տեսնում եք, ներքաղաքական կյանքում նախընտրական մթնոլորտը շարունակում է թեժանալ։ Հայաստանի տարբեր մարզերում, մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում քաղաքական ուժերը հանդիպում են բնակիչների հետ, ներկայացնում իրենց ծրագրերը, խոսում ապագայի մասին ու փորձում մարդկանց համոզել, որ հենց իրենց ուժն է այն ուժը, որը կարող է ապահովել անվտանգ, խաղաղ ու ավելի կայուն ապագա։
Հայաստան դաշինքը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ քարոզարշավը անցկացրել է Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում։ Դաշինքի ներկայացուցիչները հանդիպումների ընթացքում քննադատել են գործող իշխանության գործելավոճը, նշելով, որ ներկայիս իշխանությունը հասարակության մեջ փորձում է վախի մթնոլորտ ձևավորել։ Ըստ Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Խաչատրյանի, իշխանությունը քաղաքացիներին փորձում է համոզել, որ իր օգտին չքվեարկելու դեպքում երկիրը կարող է կանգնել նոր պատերազմի վտանգի առաջ։ Հիշմեք Նիկոլ Փաշինյանը ինչ էր խոստանում։ Երջանկություն, բարեկեցություն, հաղթանակ եւ ամենակարևորը հպարտություն։ Նույնիսկ հպարտ քաղաքացու անձնագրեր էր տպել եւ փողոցում բաժանում էր։ Հպարտ քաղաքացու անձնագրի վրա Հայաստանի Հանրապետությունը Չուներ են կոնտուրը, որ այսօր ունի այն ուրվագիծը, որ ունի այն Հայաստանը, որը Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմակիցները կպցնում են իրենց դոշերին։ Հպարտ Հայաստանի անձնագրի վրա Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախի Հանրապետությունը միասնական էին։ Այսօր, երբ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ Նիկոլ Փաշինյանի ձախող կամ գիտակցված քաղաքականության արդյունքում դա դեռ դատաքննությունը պիտի պարզի, երբ Արցախում բուն են դրել ադրբեջանցի ասկյարները, Նիկոլ Փաշինյանը ուզում է հպարտ քաղաքացու փոխարեն ունենալ վախեցած քաղաքացիների մի բազմություն։ Եվ Նիկոլ Փաշինյանը ձեզ վախեցնում է, որ այ եթե դուք ինձ չքվեարկեք, եթե իմ օգտին դուք չքվեարկեք, վաղը Ադրբեջանը Հայաստանի դեմ կռիվ պիտի սկսի։ Նույն հանդիպման ընթացքում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը անդրադարձել է նաև վերջին շրջանում ակտիվ քննարկվող անվանումների թեմային։ Քոչարյանի խոսքով, եթե արդեն քննարկվում է Արարատ լեռան անվան հարցը, ապա վաղը նույն տրամաբանությամբ հարց կարող է առաջանալ նաև Մալաթիա Սեբաստիա անվան շուրջ։ Միգուցե նաև Մալաթիա Սեբաստիա համայնքը կոնֆլիկտացին համայնք է, ինչպես ասում է Փաշինյանը Թուրքիայի համար։ Հիմա ինչ անենք, կոչենք ստղից, թե կոչացնենք ինչ որ մեկին։ Այս հարցը ոնց է լուծվելու դուք պետք է ասեք։ Մարդ ով ուզում է այս ամենը փոխել Հայաստանում տեղ չպետք է ունենա։ Իսկ Սամվել Կարապետյանի շուրջ ձևավորվող քաղաքական ուժը քարոզարշավի ընթացքում շեշտը դնում է ուժեղ պետություն գաղափարի վրա, խոսելով անվտանգությունից եւ տեխնոլոգիական բանակից։ Մենք ուզենք որ բոլոր ցաներում ասված, դրանք որ հետո որ մենք մենք դասի, այսքան ցեղալ են մեր ֆոնդի դառնում։ Կարևոր տեղ է Բաղրատաշենը տնտեսական առումով։ Ձեր շրջանում ունի մի հատ խնդիր։ Դա մթերման խնդիրն է։ Գյուղացիները արտադրում են, գյուղացիները բերքը կարան այգում ստանան, բայց վաճառքի տեղ չունենան։ Ինչ է մթերման կայանը։ Գյուղացու հետ տարվա սկզբից կնքում է պայմանագիր, որով դուք կարող եք երաշխավորված ձեր ապրանքը, ձեր բերքը վաճառեք մթերման կայանին։ Ու հնարավորություն եք ունենում էլ հնոց բան չկա։ Պետությունն է երաշխավորը, որ դուք լավ գնով առախելու եք այդ ապրանքը։ Լավ, մենք ո՞նց կապրենք, Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը 3 Շենգավիթ վարչական շրջանում էր։ Քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ Ծառուկյանը հայտարարել է, որ ընտրությունից հետո խոստանում են հավասար պայմաններ բոլոր քաղաքացիների համար առանց այսպես ասած ծանոթի գործոնի։ Սպասեք 7-ից հետո լավ փոփոխությունների, որ կարող են բոլորն էլ գումար աշխատել, գործ ունենալ, փոքր ու միջին բիզնես հիմնեն։ Դա ոչ թե անկախ ամեն ինչից։ Պետք է սպասեն մեծ փոփոխությունների, որ ամեն ինչ լավ է լինելու։
հատկապես երիտասարդներն են ողջևորված այստեղ։ Մեր ապագան, մեր երիտասարդներն իրաց ցավը տանեն։ Պետք է իրենց կողքը կանգնեն, քննարկություն տանք, որ կարողանան իրենց նպատակները իրականացնել։ Պետք է արդարության սկզբունք լինի, պետք է ակտիվ ուժեղը, խելացին, արդյունավետը բան իմացը։ Մինչ քաղաքական ուժերը շարունակում են ակտիվ պայքարը, նախընտրական օրակարգի գլխավոր թեման շարունակում է մնալ անվտանգությունը։ Պատերազմից հետո կուսակցությունները փորձում են ներկայացնել ինչպիսի բանակ են պատկերացնում, ինչպես են տեսնում Հայաստանի պաշտպանությունը եւ որ երկրների հետ են կառուցելու ապագա գործակցությունը։ Անվտանգային ինչ մոդելներ են առաջարկում քաղաքական ուժերը, ռեպորտաժում։ Բանակի վերակազմավորում, դաշնակիցների ընտրություն, արտաքին քաղաքական հենարան, սահմանների անվտանգություն, պրոֆեսիոնալ բանակ եւ խաղաղության խոստումներ։ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընթരാճ քաղաքական ուժերը ներկայացնում են անվտանգության ու արտաքին քաղաքականության իրենց տեսլականը։ Պատերազմից հետո ձևավորված նոր իրականության պայմաններում քաղաքական հիմնական դերակատարները տարբեր պատկերացումներ ունեն, ինչպես կանխել նոր պատերազմը, ինչպիսի բանակ կառուցել եւ ինչ դաշնակիցների վրա հենվել։ Իշխող քաղաքացիական պայմանագիրն առաջնային է համարում խաղաղության օրակարգը։ Նշում է, որ իրենց մեծագույն առաքելությունը կատարել են, այսինքն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել։ Անվտանգության մասին բլոկում հիշատակվում է միայն այդ խաղաղությունը, Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի շարունակությունը եւ TRIP նախագծի իրականացումը։ Խոստանում են հավասարակշռված արտաքին քաղաքականություն, կարևորելով հարաբերությունների զարգացումը հարևան երկրների հետ։ Իշխանությունը հայտարարում է, որ շարունակելու է բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը, խորացնելով հարաբերությունները Միացյալ Նահանգների, Եվրամիության, Չինաստանի, Հնդկաստանի եւ Մերձավոր Արևելքի երկրների հետ, միաժամանակ պահպանելով, ինչպես իրենք են ձևակերպում, կառուցողական հարաբերություններ Ռուսաստանի հետ։ Առանձին անդրադարձ է արվում ԵՄ-ի հետ հարաբերություններին։ Հայաստան դաշինքի ծրագիրը սկսվում է պաշտպանված Հայաստան վերտառությամբ։ Դաշինքի անդամները կարևորում են բանակը, դրա արդիականացումը, տեխնոլոգիական վերազինումը։ Խոսում են ռազմարդյունաբերության թռիչքի, զինվորական պատվո փաթեթների, մարտունակ պահեստազորի եւ տարածքային պաշտպանության անհրաժեշտության մասին։ Այդ դրույթները ԿՊ-ի ծրագրում բացակայում են։ Արտաքին քաղաքականության մասին խոսելիս Հայաստան դաշինքի ծրագրում հիշատակվում է ՀԱՊԿ-ը եւ BRICS-ը։ Գործընկերային հարաբերություններ են ակնկալում ինչպես ԵԱՏՄ-ի, այնպես էլ Միացյալ Նահանգների եւ Եվրամիության հետ։ Անվտանգության հարցում սեփական մոտեցումներն է ներկայացնում նաև ուժեղ Հայաստանը։ Կուսակցության անվտանգային թիմի ղեկավարը լեգենդար հետախույզ պատերազմի հերոս Արթուր Ավանեսյանն է, Կանդազը։ Սամվել Կարապետյանի շուրջ ձևավորվող քաղաքական ուժը խոսում է ուժեղ Հայաստան հայեցակարգի մասին, պնդելով, որ խաղաղությունը հնարավոր է միայն հզոր եւ տեխնոլոգիական բանակի առկայության դեպքում։ Խոստանում են ներդնել խելացի սահմաններ, համալիր համակարգը, որն իրենից ներկայացնում է արհեստական բանականության հիման վրա սենսորային ցանցեր եւ ինքնավար հարվածային միջոցներ։ Խոստանում են նաև ստեղծել ռազմական հետախուզության եւ կանխատեսման համակարգ սպառնալիքները վաղ փուլում հայտնաբերելու նպատակով։ Ցանկանում են արդյունաբերական համալիրների ստեղծում եւ հոբ համակարգի այնպիսի զարգացում, որի շնորհիվ Հայաստանի երկինքը կլինի ամբողջովին պաշտպանված։ Դիվանագիտության ոլորտում ուժեղ Հայաստանը խոստանում է բերել ուժեղ դիվանագիտություն, իրական խաղաղություն եւ բացառում է զիջումային քաղաքականությունը։ Իսկ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը առաջարկում է քաղաքականություն, որի առանցքային սկզբունքն է տարածաշրջանում ռազմավարական հավասարակշռության վերականգնումն ու պահպանումը, քաղաքական, ռազմական եւ տնտեսական հարթություններում որպես հակամարտությունների կանխարգելման եւ երկարաժամկետ կայունության ապահովման հիմք։ Կգիկ Ծառուկյանի քաղաքական ուժը հայտարարում է բազմավեկտոր արտաքին քաղաքականության մասին, Ռուսաստանն ու Իրանը դիտարկելով որպես տարածաշրջանային անվտանգության հիմնական գործընկերներ, իսկ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը տնտեսական եւ տեխնոլոգիական զարգացման ուղղությամբ կարևոր գործընկերներ։ Ծրագրում նշվում է նաև Թուրքիայի հետ հարաբերությունների փուլային կարգավորման, Վրաստանի հետ ենթակառուցվածքային գործակցության եւ Ադրբեջանի հետ խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին, բայց առանց զիջումների։ Միաժամանակ շեշտվում է ռազմագերիների վերադարձի, Արցախի հայության իրավունքների պաշտպանության եւ արտաքին ճնշումներից անկախ որոշումների կարեւորությունը։ Սակայն այս առումով անվտանգային հարցը խնդրահարույց է Սյունիքում, մարզը կանգնած է ժողովրդագրական լուրջ խնդիրների առաջ։ Անվտանգային ռիսկերը, արտագաղթը, դպրոցների փակման վտանգն ու տնտեսական անորոշությունը վերջին տարիներին կտրուկ նվազեցրել են բնակչության թիվը։
Ինչու է Սյունիքի բնակչությունը վերջին տարիներին կտրուկ նվազել, որ համայնքներն են ամենաշատը տուժել բնակչության արտահոսքից, ինչ դեր ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Սյունիքի սոցիալական ու տնտեսական կյանքում, Սեդակ Գյուրեղյանի ռեպորտաժում։ 20,000 հոգով նվազել է Սյունիքի բնակչությունը, 2022-ի 134 հազարից հասնելով 114-ից 116 հազարի։ Բնակչության ամենամեծ հատվածն արտահոսել է Կապանի շրջանից, շուրջ 22%։ Նվազման միտումը կա դեռ 2018 թվականից, 138, 137, 134, ապա կտրուկ 114 հազար։ Մեկ տարում նման կտրուկ արտագաղթի պատճառը ջերմուկի դեպքերն են և անվտանգային խնդիրները։ Սյունեցի պատգամավորն է բարձրաձայնում։ Ադրբեջանական զորքերը գտնվում են մեր երկրի տարածքում։ Այսօր Հայաստանում բնակավայրեր կան, որոնցից Կապանը այդ քաղաքներից մեկն է, որտեղ ադրբեջանական զորքը մեր սուվերեն տարածքներում է։ Ոչ միայն ադրբեջանական դրոշը դրված է օդանավականին անմիջապես կպած հատվածում, այլ նաև ներքին հանդում օրինակ գերեզմաներն են օկուպացրել։ Սյունեցիներին պահում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Հենց կոմբինատի շնորհիվ է, որ Սյունիքն աղքատության ամենացածր մակարդակն ունեցող մարզն է։ Հիմնական աշխատատեղերը ավելի քան 4600 հենց կոմբինատն է ապահովում։ Յուրաքանչյուր ռիսկ կարող է ժողովրդագրական լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել ռազմավարական նշանակություն ունեցող այս մարզը։ Իսկ այդ ռիսկերը քիչ չեն։ Ադրբեջանը շատ հետևողականորեն, շատ սիստեմատիկ կերպով տարիներ շարունակ թիրախավորում է Հայաստանում հանքարդյունաբերությունը եւ նաեւ այդ թվում հենց Զանգեզուրի կոմբինատի գործունեությունը։ Այդ թիրախավորումը իրականացվում է տարատեսակ հիբրիդային մեխանիզմներով, ընդհանուր նույնիսկ Հայաստանում ինչ որ բնապահպան կամ այսպես կոչված բնապահպան գաստրոլյորների որոշակի ակտիվությամբ, պարբերական ակտիվությամբ։ Դա բավական չէ, Սյունիքում փակվում է եւս 50 դպրոց, այլ դպրոցների հետ են միավորում։ Սահմանամերձ Դավիթ Բեկը, որի բնակչությունը մոտ 700 է, Կապան համայնքի ամենաշատ բնակչությունն ունեցող գյուղն է։ Դպրոցում մոտ 50 աշակերտ է սովորում եւ Սյունեցի պատգամավորի խոսքով այս ու մյուս դպրոցների փակումը խիստ բացասաբար է ազդելու դեմոգրաֆիական վիճակի վրա։ Դպրոցի փակումը խուսափելիորեն բերում է նաեւ կենսագործունեության նվազեցման տվյալ գյուղում եւ բազմաթիվ մարդիկ կարող է ցանկանան նույնիսկ գյուղից դուրս գալ։ Հետեւաբար անվտանգային գործոն, դրան գումարվում է արդեն դպրոցների փակման գործոնը եւ ստացվում է այն իրավիճակը, որ արդեն արտացոլված է պաշտոնական վիճակագրության մեջ։ Այդուհանդերձ սյունեցիները չեն ցանկանում լքել գյուղերը։ Սահմանամերձ գյուղերից յուրաքանչյուրում Արծվանիկ, Դավիթ Բեկ, Ծավ, Եղվարդ, Ճակատեն 200-ից 600 քաղաքացի է բնակվում։ Դա պայմանավորված է ոչ միայն հանքարդյունաբերությամբ։ Գյուղացիների հետ շփման ժամանակ մարդիկ չեն ուզում դուրս գալ իրենց գյուղերից, չեն ուզում դուրս գալ։ Ուզում են մնալ, տրամադրված են, որտեղ իրենց հողն է, իրենք պետք է պահեն, հողը ի վերջո սահմանամերձ բնակավայրերը կարելի է պահել, եթե այնտեղ այնպիսի պայմաններ է ստեղծում, որ մարդիկ ցանկանան այնտեղ ապրել։ Դպրոցների փակումը, թրիփի հնարավոր գործարկումը, պղնձամոլիբդենային կոմբինատի որոշ խնդիրներ նվազեցնում են բնակիչների Սյունիքում ապրելու ցանկությունը։ Երբեմնի ամենախոշոր հարկատուն երկրորդ տարին անընդմեջ հարկատուների ցանկում երրորդն է։ Գործարանի ղեկավարությունն ամիսներ առաջ էր բարձրաձայնել հանքային ռեսուրսների ուղղությամբ ներդրումների կարիք կա։ Եթե Հայաստանը այսօր հապաղի այդ հարցում, ապա 10 տարի անց գուցե մենք անգամ կանգնենք հանքարդյունաբերության կորստի ռիսկի առաջ։ Եվ ինձ հետաքրքիր է շատ ավելի, թե օրինակ այդ բարձրաձայնում այդ մտահոգությունը, որ բարձրաձայնվեց այդ կարևորագույն կոմբինատի ղեկավարության շուրթերից, ինչ ուշադրության արժանացավ Հայաստանի կառավարության մոտ, արդյոք դա իսկապես դարձավ քննարկման առարկա։ Կոմբինատի մամուլի բաժնից նշեցին, սա մեկն էր բարձրաձայնված մի քանի խնդիրներից։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից ֆորումի ընթացքում խոստացան 2027-ին երկրաբանահետախուզական ծառայություն ստեղծել։ Երկրաբանական ծառայությունը, որը ստեղծվելու է, երկրաբանական ծառայությունը լինելու է ի թիվս այլ գործառույթների, նաեւ լինելու է պատվիրատու ռեգիոնալ ուսումնասիրությունը իրականացնելու, որը հնարավորություն կտա նոր պաշարներ հայտնաբերել պետության նախաձեռնությամբ, պետության ֆինանսավորմամբ։ Այսպիսով Սյունիքի բնակչությունը չնայած վերջին 2 տարում որոշակի աճման միտում ունի, 114,000-ից հասել է 116,000-ի, այդուհանդերձ 2022-ից 23-ի կտրուկ շուրջ 20,000-ով նվազումը զրուցակիցներիս կարծիքով դժվար թե հաջորդող 8 տարում հնարավոր լինի կոմպենսացնել։ Անհրաժեշտ են լուրջ ներդրումներ ոչ միայն տնտեսական, այլև անվտանգային ոլորտներում։ Սեդակ Գյուրեղյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։
Բայց այս ամենից զուգահեռ իրականությունում հանդիպել են հայ եւ ադրբեջանցի փորձագետները, բայց այս անգամ Լոնդոնում։ Նրանք քննարկել են խաղաղության գործընթացի ներկա փուլը, հնարավոր ռիսկերն ու հնարավորությունները։ Խաղաղության կամուրջ նախաձեռնության համակարգող Արեգ Քոչինյանի խոսքով հանդիպման ընթացքում խոսել են տարածաշրջանային զարգացումների եւ երկխոսության պահպանման անհրաժեշտության մասին։ Միաժամանակ հետաքրքիր տվյալներ են հրապարակվել Հայաստանի զբոսաշրջային հոսքերի վերաբերյալ։ Փաստինֆոն գրում է, որ այս տարվա առաջին 3 ամիսներին Հայաստան որպես զբոսաշրջիկ այցելել է 10 ադրբեջանցի։ Ընդ որում, ըստ պաշտոնական վիճակագրության, նրանք երկրում մնացել են միջինը 38 օր։ Թե ովքեր են եղել այդ այցելուները եւ ինչ ծրագրի շրջանակում են գտնվել Հայաստանում, պաշտոնապես չի պարզաբանվում։ Սակայն հատկանշական է, որ փետրվարին Երևանում էին ադրբեջանական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։ Սակայն խաղաղության մասին հայտարարություններին զուգահեռ շարունակվում են նաև հայկական հետքի ոչնչացման դեպքերը Արցախում։ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը հայտնել է, որ Ադրբեջանի հերթական թիրախը դարձել է Մարտակերտի շրջանի Վաղուհազ գյուղի ազատամարտիկների գերեզմանոցը։ Հրապարակված տեսանյութերում երևում են կոտրված ու վնասված գերեզմանակարեր, պղծված տապանակարեր։ Ըստ Ավանեսովի, սա պարզապես վանդալիզմ չէ, այլ հայկական հիշողության ու ինքնության դեմ ուղղված կանխամտածված քաղաքականություն։ Տեսանյութում արձանագրված գործողություններն առանձնանում են բացառիկ ցինիզմով եւ սրբապղծությամբ։ Տեսանյութի հեղինակը միտումնավոր քայլում է տապանակարերի վրայով, կանգնում հանգուցյալների դիմանկարների վրա, հարվածում ու պղծում դրանք։ Այս վարքագիծը ոչ միայն գերեզմանների վնասում է, այլև զոհվածների հիշատակի, հուղարկավորության սրբության եւ մարդկային արժանապատվության կանխամտածված անարգանք։ Նման գործողությունները հակասում են ոչ միայն միջազգային իրավական նորմերին, այլև համամարտկային բարոյականության ամենատարրական սկզբունքներին։ Տեսանյութում հստակ երևում են նաև բազմաթիվ ջարդված, կտրատված, տեղահանված եւ վնասված գերեզմանակարեր, ինչը վկայում է, որ գերեզմանոցը ենթարկվել է համակարգված եւ նպատակային ավերածության։ Վնասների ծավալն ու բնույթը վկայում են ոչ թե առանձին միջադեպի, այլ մշակութային արժեքների կանխամտածված ոչնչացման քաղաքականության մասին։ Բաքվի բռնապետական վարչակարգի կողմից ժամանակավորապես բռնազավթված տարածքներում հայկական մշակութային եւ հիշողության վայրերի դեմ իրականացվող նման գործողությունները վաղուց արդեն կրում են շարունակական եւ համակարգային բնույթ։ Առանձնակի վտանգավոր եւ դատապարտելի է նաեւ հոգեբանական ահաբեկության բաղադրիչը։ Տեղափոխվենք միջազգային դաշտ։ Իրանը նոր նախապայմաններ է առաջադրել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու համար։ Ֆարս գործակալության փոխանցմամբ Թեհրանը պահանջում է վերացնել պատժամիջոցները, դադարեցնել ռազմական գործողությունները, փոխհատուցել հասցված վնասները եւ ճանաչել Իրանի վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ։ Միաժամանակ Իրանից հնչող հայտարարությունները շարունակում են կոշտ մնալ։ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչները հայտարարել են, որ Հորմուզի նեղուցն այժմ դիտարկվում է որպես ավելի լայն օպերատիվ գոտի եւ վերահսկողության սահմանները ընդլայնվել են։ Միջազգային մյուս լուրերը հավաքագրել է Զարա Սարգսյանը։ Սարմատն աշխարհի ամենահզոր հրթիռային համակարգն է։ Դրա ընդհանուր հզորությունը 4 անգամ ավելի մեծ է, քան արևմտյան ցանկացած համարժեքի հզորությունը, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա նշել է, որ այս տարվա վերջին Սարմատը կանցնի մարտական հերթապահության։ Իսրայելը երկաթե գմբեթ հակահրթիռային պաշտպանության համակարգեր եւ սպասարկող անձնակազմ է ուղարկել Արաբական Միացյալ Էմիրություններ Իրանի հետ հնարավոր պատերազմի պայմաններում երկրի պաշտպանությունն ուժեղացնելու համար, հայտարարել է Իսրայելում Միացյալ Նահանգների դեսպան Մայք Հաքաբին։ Չինաստանն ուժեղ է, բայց մենք ավելի ուժեղ ենք։ Մենք ռազմական առումով ավելի ուժեղ ենք, քան ցանկացած այլ երկիր, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստան մեկնելուց առաջ։ Դուք դա տեսաք Վենեսուելայի օրինակով, այլ երկրների մեծ մասի համար դա դժվար խնդիր կլիներ, ասել է Միացյալ Նահանգների նախագահը։ ԱՄՆ-Իրան բանակցություններն ունեն ինչպես բարդ, այնպես էլ դրական կողմեր։ Երկու կողմն էլ ցանկանում է, որ պատերազմն ավարտվի եւ Հորմուզի նեղուցը բացվի։ Դոհայում ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքամ Ֆիդանը։ Հուսով ենք դրանք արդյունքի կհասնեն։ Մենք նույնիսկ չենք էլ ուզում այլ կերպ մտածել, նշել է նա։
Եվրամիությունն Իսրայելի դեմ պատժամիջոցներ կիրառելու հավաքական որոշում է կայացրել։ Կարծում եմ, մոտ ապագայում համաշխարհային հասարակական կարծիքն ավելի խիստ կարձագանքի Իսրայելի էքսպանսիոնիստական քաղաքականությանը, նշել է Ֆիդանը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն քննարկման առարկա է դարձել։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան Չինաստան է մեկնել այն նույն մարզահագուստով, որը կրել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից առևանգման պահին։ Նախագահական ինքնաթիռում Ռուբիոյի լուսանկարը հրապարակել է Սպիտակ տան հաղորդակցության տնօրեն Սթիվեն Չունգը։ Հրաժարականի մասին նախարարների կոչերին ի պատասխան Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտնել է, որ կշարունակի կառավարել երկիրը։ Սթարմերի վրա ճնշում է գործադրվում օրերս տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նրա ղեկավարած լեյբորիստական կուսակցության խոշոր պարտությունից հետո։ Այս հայտարարությունից հետո բրիտանացի 3 նախարար հրաժարական է տվել։ Նշվում է, որ սպասվում են այլ նախարարների հրաժարականներ ևս։ Եվ վերջում, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը հայտարարել է, որ հանտավիրուսից տուժած Բոսանավի վերջին ուղևորների տարհանումից հետո վիրուսի ավելի լայնածավալ բռնկման որևէ նշան չկա։ Կազմակերպության ղեկավարը նախազգուշացրել է, որ իրավիճակը կարող է փոխվել եւ դեռևս կարող են լինել վիրուսի հաստատման նոր դեպքեր։ Հոնդիուս Բոսանավը երկուշաբթի լքել է Իսպանիայի Թեներիֆե կղզին։ Այն ուղևորվել է դեպի հոլանդական Ռոտերդամի նավահանգիստ։ Զարա Սարգսյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 15-ին է, տաղավարում կաշխատի Գառնի Մութաֆյանը։